Բարև ձեզ, գրեթե ամեն օր իշխանությունը գոռում գոչումներով, ծափերով, ծնծղաներով, հրավառություններով հայտարարում է ընտրակաշառքի կամ բարեգործության արգելքի մի նոր դեպքի մասին, սա վերագրելով ընդդիմությանը եւ փորձելով վարկաբեկել կոնկրետ ուժի կամ ուժերին։ Ես սրա մասին խոստանում եմ, որ կարճ ժամանակ անց կխոսեմ, կանդրադառնամ այս հարցին, ընդ որում զուգահեռներ կտանեմ այդ դեպքերի եւ իշխանության ներկայացուցիչների եւ անձամբ վարչապետի կողմից ենթադրաբար կատարված համանման արարքների միջև եւ ես կապացուցեմ, որ այն, ինչ մերսագրվում է ընդդիմության կողմնակիցներին, ամենևին ընտրակաշառք չէ եւ բարեգործության արգելք չէ, իսկ այն, ինչ ենթադրաբար կատարվում է իշխանության ներկայացուցիչների եւ վարչապետի կողմից ուղղակիորեն քրեական օրենսգրքի դաշտում է ենթադրաբար կատարված նրանց կողմից, սակայն իրավապահների կողմից իրավական գնահատականի չի արժանանում։ Բայց այսօր այս մասին չեմ խոսելու, այս զուգահեռները այսօր չեմ տանելու։ Այսօր մեկ այլ ասպեկտի մասին եմ ուզում խոսել այս երևույթի։ Տեսեք, մի կողմից իշխանությունը հայտարարում է այս ընտրակաշառքների բարեգործության արգելքի խախտումների մասին, մյուս կողմից ամեն օր մեր հասարակությանը ցնցում է մի նոր ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն։ Ամեն օր մենք լսում ենք հանդուգն հասարակության աչքի առջև կատարված սպանությունների մասին, նախապատրաստությունների մասին։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը դարձել է թմրաշրջանառության, չգիտեմ ինչ, կենտրոն։ Այս վերջերս մենք լսեցինք Վեդիում այս մանկապղծության դեպքի մասին, ընդ որում եթե չլիներ մեր գործընկեր Սյուզի Բադոյանի հետևողական պրոֆեսիոնալ աշխատանքը, այս դեպքը նաև չէր բացահայտվելու, այս անձինք չէին կալանավորվելու եւ այն պաշտոնատար անձինք, որոնք այսօր արդեն չեն պաշտոնավարում, շարունակելու են իրենց աշխատանքը։ Բայց այս մասին էլ ես չեմ ուզում խոսել։ Ես ուզում եմ խոսել այն մասին, որ այս հանցագործությունների չբացահայտումը կամ ուժ բացահայտումը ամենևին իրավապահ համակարգի թերությունը չէ, որքան է սա տարօրինակ է, որովհետև ես ինքս աշխատել եմ իրավապահ համակարգում եւ կարող եմ վստահեցնել, որ ներքին գործերի նախարարությունում, դատախազությունում, քննչական մարմիններում եղել են եւ կան պրոֆեսիոնալ անձինք, պրոֆեսիոնալ աշխատակիցներ, որոնք խիստ արհեստավարժ կերպով կարողանում են իրականացնել իրենց պարտականությունները։ Բայց ինչու այդպիսի անձանց ներկայության պարագայում այս հանցագործությունները չեն բացահայտվում, այս ծանր հանցագործությունները չեն բացահայտվում եւ խոսում է իշխանությունը միայն ընտրակաշառքների բացահայտման մասին, որովհետեւ ենթադրաբար իրավապահ համակարգին տրվել է հրաման կամ կարգադրություն, որի արդյունքում իրենք թողած իրենց բան ու գործը, իրենց ուղղակի պարտականությունների կատարումը, այս սպանությունների կանխումը, նախականխումը, չգիտեմ, բացահայտումը, այս անձանց կալանավորումը, չգիտեմ, իրավական գնահատականներ տալը, ամբողջ օրը լծված են ընտրակաշառքներ, գոյություն չունեցող ընտրակաշառքներ, բարեգործության արգելքի խախտումների հայտնաբերումով։ Այս մարդիկ ամբողջ ժամանակ ընկած են մութ սենյակում սև կատու որոնելով, որը իրականում այդ մութ սենյակում գոյություն չունի։ Հասկանում եք, ժողովուրդ ջան, շատ լավ աշխատակիցներ կան իրավապահ համակարգում, բայց այս մարդկանց չեն թողում, որ իրենք աշխատեն, իրենք իրենց բան ու գործով զբաղվեն։ Այս մարդիկ էլ են հոգնել այս ամեն ինչից։ Այս մարդիկ էլ են խոսում իրենց մեջ, որ թողեք մենք մեր աշխատանքով զբաղվենք։ Կրկնում եմ, ամեն օր մի սպանության մասին ենք լսում։ Չգիտեմ, ամեն օր թմրաշրջանառության մասին ենք լսում, այլ ծանր հանցագործությունների մասին ենք լսում։ Բա ինչ են առաջանում այս հանցագործությունները, որտեղ իրավապահ համակարգը իր գործով չի զբաղվում։ Ժորժ ջան, մնաց շատ կարճ ժամանակ, մոտ 4 շաբաթ։ 4 շաբաթից հետո մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, եւ այդ ուժեղ Հայաստանում մենք ունենալու ենք ուժեղ իրավապահ համակարգ, որը զբաղվելու է իր ուղղակի պարտականությունների կատարմամբ եւ մենք ունենալու ենք Հայաստանի Հանրապետությունում հանցավորության նվազում։ Լավ եղեք։